Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարիմ հյուրընկալել եմ միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերին։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բնականաբար պետք է խոսենք նոյեմբերի 9 թեմային կլինի երկու նախկին նախագահների համատեղ ասուլիսը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի արձագանքը, եւ նոյեմբերի 9-ի հետ կապված կանրադառնանք նաև Բաքվի շքերթին, Էրդողանի հայտարարություններին, Ալիևի հայտարարություններին, փորձենք այսօր ընդհանուր խոսել եւ կարծում եմ այս ասուլիսները դեռ թեմաներ կունենան առանձին ուղերձներին անդրադառնալու։ Հիմա նախ քանի որ նոյեմբերի 10-ն է այսօր, ամեն դեպքում մենք հիշում ենք 5 տարի առաջ այսօրը, թեև այսպես ասված հրադադարի համար արդեն կար նախապայմանները եւ հրադադար էր կարծես թե բայց շարունակում էին մեր տղաների դիակները բերվել, շարունակում էին մեր տղաները անհետ կորել, այնպես որ հիշենք նրանց, խոնարհումը մեր բոլորի նրանց, այնպես չէ որ եթե այդ ընտանիքներին առանձին չենք մոտենում, չենք ցավակցում, բայց բոլորս էլ այդ կորուստը համարում ենք, որ դա մեր ամբողջ ազգի կորուստն է։ Այնպես որ եւ օրը ընտրելու ասուլիսների համար նախ դրանից որքանով է դա բարոյական։ Շատ բարդ հարց եք տալիս, այդ բարոյական մասով առավել եւս, այն որ այդ օրերը հատուկ իրար հերթ չտալով նման ասուլիսներ են տալիս, այո, շատ ճիշտ եք նկատառում անում, որ հենց այնպես չէր այդ օրը նշանակված, որովհետեւ դա նաեւ լավ առիթ է շատ դեպքերում էմոցիաներով եւ էմոցիոնալ սպեկուլյացիաներով հանրությանը ներկայանալ ու փորձել առանցայնել այս պարակտվածությունը, որ ու ջրբաժանը կա, ժողովրդի մեջ էլ ավելի խորացնել, ավելի բարդացնել իրավիճակը, որովհետև ժողովրդի մի ստվար զանգված մեկ այլ կարծիքի եւ պատկերացումների տեր է մի մասը այլ պատկերացումներ եւ այստեղ էլի ստացվում է, որ այդ օրը, որը որ պետք է կարևորվեր այլ հանգամանքով, կարևորվեց, որ նախագահները հենց այդ օրերին որոշեցին, որ սեփական եսի մաքրման խնդիր են իրենց առաջ դնում, փորձում են հանրությանը ներկայանան որպես մարդիկ, որոնք որ իրենց կառավարման տարիներին, եթե ոչ իդեալական, ապա մաքսիմալ գրագետ ձևով են գործել եւ իրենց արածների արգասիկը կա եւ ընդհակառակը այս նոր իշխանությունների պրավալի արդյունքն է այս ամենը։ Փառք ու պատիվ մեր նահատակներին, ես շատ ցավով եմ նշում, որ նաև նկատեցի, որ եռաբլուր պաշտոնական այցելություններ չեղան, անգամ ծաղկեպսակներ հա, ես գիտեմ, տեղեկացված եմ, շատ ծանր եմ տանում, բայց այս ամեն ինչն էլ է ժամանակավոր, կգա ժամանակը, երբ որ ըստ արժանվոյն կգնահատվի մեր ընկած զինվորի նահատակների արածը եւ կկարևորվի, որովհետև բացառապես իրենց շնորհիվ է, որ այսօրվա դրությամբ կա Հայաստանի Հանրապետությունը ու մենք պետք է երախտապարտ լինենք մեր նահատակներին, որ իրենց կյանքն են դրել հանուն նրա, որ այսօր մենք համենայն դեպս այն Հայաստանը, որը որ Փառք Աստծո այսօր կա ու մնացել է, կարող ենք պահպանել։ Իրենցից հետո ամեն դեպքում 5-րդ տարին է, որ այստեղ ենք, մենք մեր տեղում ենք։ Այո, եւ սահմանները կրճատված, բայց Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն այդպեսին կա։ Կա։ Տեսեք, ասում եք, որ երկու նախագահները պատահական չէին ընտրել օրը, որում մեկ նախագահի հարցազրույցը մոտարապես 7 ժամ, մյուսին ավելի քիչ, բայց ամեն դեպքում ինքնամաքրման, ինքնախոստովանական եւ մեծ մեղադրանքների սա հայտարարությունների մի շարան էր։ Եվ արդյոք այստեղ քաղաքական ուղերձը որն է, որ նրանք ինչ էին ուզում դրանով, հասկացանք Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին բոլոր մեղքերի մեջ, բայց ամեն դեպքում սա ինչ էր նշանակում երկուսը միաժամանակ։ Նախ ասեմ ինչ էր։ Ըստ իս դա նախ փող լրացում էր մեկը մյուսին, որովհետև ես կարծում եմ, որ հա, մեկը մյուսի հարցազրույցը նայում է, մեկը մյուսին փորձում է տրամաբանական շղթայով իր կարծիքը հայտնել, որովհետև հաջորդիվ են, հա, մեկը մյուսից հետո է կառավարել եւ փորձում են հանրությանը ներկայանան այնպես, որ իրենց տարիների կառավարման տարիների ընթացքում համենայն դեպս հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման process իրեն գեներացրել են, միշտ օրակարգ եղել է, իրենք վարել են
կոմպլեմենտար քաղաքականություն, չնայած որ իրենց խոսույթի մեջ հակաքաղաքագիտական մի շարք նաև տերմիններ կար, երբ որ ուշ-ուշով լսում ես իրենց խոսույթը, հասկանում ես, որ նախագահ ինստիտուտին չի կարող վերաբերվել նման խոսույթներ, ինչպիսիք են, օրինակ ես չէի պատկերացնում, որ այսպիսի արհավիրքներ կլինեն, իմ մտքով չէր անցնում, որ գիտեք, այսպիսի սցենար կլիներ, այսպիսի հանգրվանի, գիտեք, մի քիչ անլուրջ է, նախագահ էս վերջի վերջո չի կարելի, նման խոսույթով հանրության ներկայանալ, տպավորություն ստեղծելով, որ գիտեք, մենք մեր մասով ամեն ինչը ճշգրիտ եւ գիտակցաբար արել ենք, բայց եկել են դիլետանտ դեմագոգները, որոնք որ արկածախնդրությունների են գնացել, ամբողջ մեղքը իրենց գլխին է։ Գիտեք, միայն միակ դրվագը, որ ես կառանձնացնեի, այն է, որ մաքսիմալ սթափ էին խոսում, փորձում են չթիրախավորել շատ, իրենց ասել եմ, հիմա էլ կասեմ, ոչ մեկի աչքի լույսը չի։ Կարող եմ հազար ու մի խնդիր ներկայացնել յուրաքանչյուրի կառավարման տարիներին արածի ու չարածի մասով։ Բայց հանուն արտարության, եթե գնահատական ենք տալիս, ասեմ, որ շատ ստապ, որոշակի անկողմնակալություն կար նաև, ես չգիտեմ, այդտեղ անկեղծության ինչ չափորոշիչով են իրենք պատրաստակամություն դրսևորել հարցազրույց տալու, բայց համենայն դեպս փորձում են նախագահներին վահել պահելաձևով, առանց թիրախավորելու, առանց ժողովրդական լեզվով ասելու, կծելու, ինչ որ բաներ, ռեպլիկներ թողելու եւ այլն։ Բայց ընդհանուր բովանդակությունը հասկանալի է։ Պրոֆեսոր Սարգսյանի հարցազրույցի մեջ, բայց ոչ թե թիրախավորելու, ամեն դեպքում ես այդ նկատի ունեի։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մեջ կոնկրետ արդեն կար թիրախավորումներ, այո, կոնֆլիկտային ինչ որ մի մարդու ներկայացնելը եւ այլն։ Դե հա։ Ընդհանուր գնահատականս հետեւյալն է, որ այդուհանդերձ այս ամեն ասուլիսների ընթացքում որոշակի չագերտներ են բացում, նորություններ են բացահայտվում եւ երբ որ համադրում ես ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարության հայտարարությունների հետ, փորձում ես սիմետրիկ պարալելներ անցկացնել ու հասկանալ այդ puzzle-ը ինչպես հավաքվի, կարծես կամաց բացվում են այնպիսի նորություններ, որի մասին հանրության համար համենայն դեպս նույնիսկ սենսացիոն է։ Այդ տեսեք, ես նկատեցի, որ վերջի հայտարարությունները, որոնք բավականին ուշագրավ էին, խոսքը վերաբերում է Բայրամովի հայտարարություններին, 3 կարևորագույն հայտարարությամբ հանդես եկավ, որը որ հայկական մամուլում քիչ տեղ գտավ եւ բավականին խորը վերլուծելու կարիք կա այդտեղ, եթե տեղյակ եք, ասեմ ինչի մասին էր, հանրությանը ներկայացնենք ինչ էր։ Ուշագրավ էր առաջինը այն, որ ես չգիտեմ, նա ժողովրդական լեզվով ասած պարաժ էր անում, թե իրականում այն ինչ որ կա եղել է, իրականում փաստերով դա ասում է, թե ոչ, բայց հայտարարությունը հետեւյալն էր, որ եթե նոյեմբերի 9-ի այսպես կոչված համաձայնագիրը դատարեցման մասին չկնքվեր, ադրբեջանական զինուժը շատ լուրջ խնդիրների առաջ կգան, ընդհանրապես Ադրբեջանը լուրջ խնդիրների առաջ կգան, իհարկե չագերտ չի բացում խնդիրներ ասելով ինչ կատեգորիա բացեց Ալիևը, չէ՞, իրեն հարցրեց, որ ինչու չես առաջ շարժվել, նա ասեց ինձ այդ ավելևս ուրիշ չէ, տեսեք, այդտեղ Ուիտկոֆն է շատ հետաքրքիր ներկայացրեց, նույնիսկ այսպես փորձեց դիվանագիտական որակում տալ դրան, որ գիտեք Ադրբեջանի նախագահը լավություն է արել։ Տպավորություններ լավություն վաճառեց, այսպես ասած, բայց շարունակությունը երկրորդ հայտարարության տեսքով էր, որ երբ որ բացահայտում էր 44-օրյա պատերազմի մասին, շատ ուշագրավ մի արտահայտություն իրեն թույլ տվեց, ասեց, որ ժամանակին խոսքը վերաբերում է հոկտեմբերի 8-9-ի կտրվածքով Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը առաջարկությամբ է հանդես եկել, որ հայկական զինուժը, որը որ դեռևս վերահսկողության տակ էր պահում Ակնան, Քարվաճարը եւ Բերձորի հատվածը, պայմանավորվածություն ձեռք բերեն, որտեղ որ հենց այդ կտրվածքով այդ տարածքում պետք է կանգներ պատերազմը, այսինքն ադրբեջանական զինուժ չպետք է ներկայությունը ապահովեր, պատերազմը դադարեցվում էր այդ բանով ու հայտնի դեպքերը գիտենք, թե ինչի արդյունքում դա այդպես չեղավ եւ հետո Բայրամովը եւս մի հատ ուշագրավ եւս մեկ հայտարարություն է անում, որ այն գործողությունը, որը տեղի ունեցավ վերջի մեկօրյա, ռազմական գործողությունը, օպերացիան հայտնի, դա ռուսական կողմի հետ համաձայնեցված է եղել, նրանց տեղեկացված է եղել
եւ կիրառվել է այն ինչ որ կիրառվեց Ստեփանակերտի քաղաքի հանդեպ, այսինքն այդ ամեն ինչ եւ այդ ուշագրավ հիմա այստեղ տեսեք առաջի հայտարարության մասով կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչ որ ռուսամետ դիրքորոշում կա այդտեղ, որ տեսեք փորձել են այդուհանդերձ ռուսները օգտակար լինեն հոկտեմբերի 9-ի դրությամբ այնպիսի իրավիճակ ստեղծվեն, որ զինադադար գնա, զոհեր չլինեն, որտեղ դրանից հետո այո, դրանից հետո մոտ 2500 զոհ ենք տվել եւ 5000-ից ավել արդեն վիրավոր ենք ունեցել։ Ուրիշ բանա թե վաղը դրա պատասխանատուն ով է, հասկանալի ով է։ Ու այստեղ նաև հասկանում ես, որ եթե նույն տրամաբանությամբ փորձում ես շատը դա արդեն էլի գալիս է ռուսական ու հագառուսական տրամադրություններ գեներացնող այսպես կոչված վերլուծաբանների կարծիքները։ Ընդդեմ մեր մամուլում էլ եղավ, չէ՞, նման կարծիք, որ այս ռուսամետներն են սկսել շահարկել։ Շահարկում, բայց այդ դեպքում է ուրիշ բան է, խոսակցություն է գալիս, բայց այդ դեպքում, երբ որ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը գիտեր, որ ռազմական օպերացիայի տեղի ունենալու ինչի տեղյակ չպայեց Արցախի իշխանություններին, ինչի թույլ տվեց։ Չնայած Քոչարյանի պատասխանը հիշում եք այդ մասով։ Ամենայդեպս գիտեք ում են իրենց։ Հայաստանը հրահրել պատերազմի, Հայաստանն է ռուսավաբաների։ Անցանք այդ թեմայից անցանք այդ հրահրել բան։ Այստեղ ավելի լուրջ խնդիր կա, չէ, այստեղ իրենց ես ըստ իս որպես վերլուծաբան հիմա ես ձեզ ասեմ ինչ կարող են ասել որպես ալիբի։ Ասեմ, որ օրինակ մեր խաղաղապահ կոնտինգենտ է, մենք բացառապես խաղաղ բնակչության անվտանգություն ապահովող սեգմենտ ենք գործարկում եւ ոչ ավելին։ Մեզանից այլ բան չակնկալեք։ Եվ ինչը տեղի ունեցել կոնկրետ ջարդ քաղաքացիականների ջարդ սպանություններ չի տեղի ունեցել եւ ապահովել են այն ինչ որ ապահովեցին խաղաղ այսպես էթնիկ զդումը։ Հիմա հասկանալի է, չէ, որ հետկուլիսային պայմանավորվածություններ են եղել, որ պայմանավորվածությունները հասել են նրան, որ այսօր Արցախը հայաթափված է։ Հիմա մեղավորն էլ փնտրել Երևանում նստած, Հիմա թող այստեղ նոյեմբերի 9-ին նստեն մեկը մեղին բումերանգային մեղադրանքներ հնչեցնեն Ալիևն ու Էրդողանը Բաքվում շքերթով իրար մեծարեն, Թուրանի գաղափարներից խոսեն։ Եվ ասում են, որ այդ հաղթանակը ոչ միայն Ադրբեջանին, Էրդողանի հայտարարությունն այլև ամբողջ թուրքական ժողովրդին, թուրքական պետություններին է, բա իհարկե։ Եվ արդեն Կովկասում իրենք կշիռ ունեն, մի խոսքով։ Միանշանակ։ Այնպես որ գիտեք, շատ հեշտ է նստել ոսկեղենիկ հայրենով, ներկայացնել, թե ինչպես իրենք կարողացել, ես հանուն արտահայտության միշտ ասել եմ, որ այո, կար մի ժամանակահատված, երբ որ Էրդողանի լեզուն շատ կարճ էր եւ համապատասխան տեղում էր։ Հիմա է որ Ալիևի էլ Էրդողանի էլ, երկուսին էլ։ Հիմա է որ լպիրշացել են ու լեկտիացել են։ Հիմա է որ սանձարցակ են դարձել, որովհետեւ դրա թույլ տվողը կա։ Էլ չեմ ասում, որ այդ ամեն ինչի տակ կա միակողմանի զիջումները։ Դրա համար է որ այսօր Հաջիզադեն անկաշկանդ ասում է անկլավների թեման ակտուալ է, վերադառնալու ենք այդ թեմային։ Սևանը գոյչա են ասում, տրամաբանորեն հասկանում ես, որ եթե այդ մարդիկ իրենց առավելապաշտական, իրենց ծավալապաշտական նկատումների չեն ձերբազատվել, խաղաղության օրակարգ հասկացության մեջ դա չի տեղավորվում։ Այդ ոգուն համահունչ չի։ Դու հասկանում ես, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին ակտուալ է այդ խոսույթը, ընդ որում հայկական կողմը ոչ մի բան չի ասում Կիրովաբադ, Կիրովական, բաների հետ, ընդհանրապես այդ վերադարձի մասին ընդհանրապես խոսույթ չկա, նույնիսկ ասում են դա անհնար է։ Հասարակական կազմակերպությունների մակարդակով է իբր լինում։ Արևմտյան Ադրբեջան, ընդ որում վերջերս պարզվեց, որ դա պաշտոնապես ամենահնարավոր գործիքակազմով ու մեխանիզմով ու ֆինանսապես օժանդակություն եւ օգնություն է տրամադրվում գործող իշխանությունների կողմից։ Դա էլ հաստատվեց։ Ես ժամանակին ասել եմ, հիմա էլ կասեմ, որ Սևանի ավազանի ջրերի հարցը, որ համատեղ օգտագործման էլի է ակտուալանալու, գոյչա, որ ասում են, մի հատ ուրիշ զավեշտ ու զարմանք լինա, որ Գիտությունների ազգային ակադեմիա ունեն ստացվում է։ 80 տարի։ Ու մի հատ էլ այդ գիտնականների դիմաց իհարկե այն մարդիկ, ովքեր իրենց գիտնականներ են իրոք համարում, նախագահ մարդ, որը որ վերջի վերջո ՄԳԻՄՈ ավարտած դիվանագետի կրթություն ստացած մարդը, ես չգիտեմ այդ ինքնախապեյությանը թե ընդամենը իրադարձությունների եւ պատմագրության խեղում է կատարում, մարդը ասում է մի տխմար թեզ, ըստ որի
հիշում եք հայտնի վերջի հայտարարությունը, ըստ որի ասում է ըստ ցարական քարտեզների Սևանը դա կոչվել է Գոյչա, հա, այսպես մտածածին տերմինը։ Հիմա այնտեղ մարդիկ կան, չէ, որ որքան էլ հանուն արտարության գիտեն, չէ, պատմությունը, աշխարհագրությունը, տեղանքը, նոր աշխատանքներ են պետք, նոր գիտնականներ են պետք։ Չէ, ախր գիտեք ինչ, հիմա ախր իրենք էլ գիտեն, մենք էլ կարող ենք, չէ, ասել, որ զավեշտալի ախր։ Իմանալով մենք ինչ ենք կարողանում փոխել։ Մենք իմանում ենք, մենք գիտենք, դա մերն է, մենք դրա մասին շատ ենք խոսում, բայց ամեն դեպքում գիտեք, այստեղ նրբություն կա, միջազգային հանրությանը, երբ որ հա պարտադրում ես կեղծ օրակարգ, այն ինչպես որ իրենք փորձում են Ղարաբաղ տերմինով, փորձում են ներկայացնել միջազգային հանրությանը, որ դա ադրբեջանական տոպոնիմ է եւ դրա հիմքի վրա դա մերն է, հա։ Էլ չենք, մենք ինչ պետք է անենք, ամբողջ մեր հնարավորությունն ու ռեսուրսը պետք է դնենք այդ մամուլի միջոցով, միջազգային մամուլի միջոցով ներկայացնենք այն ինչը որ իրականից մերն է, այսինքն Արցախը, որը հազարամյակների ցանկացած հունական, բյուզանդական եւ հռոմեական ամբողջ պատմագրության եւ քարտեզների մեջ նշվում է, նույն հայ Սևանն ենք ասում, այնտեղ Սևանը ունեցել է մեկ անուն։ Գեղամա ծով է ունեցել, ինչպես Վանա լիճը Բզնունյա ծով կամ Ուրմիա լիճը Կաբուդան ծով։ Հիմա այդ բոլոր քարտեզները պարզ է, չէ, որ հիմա պետք է բոլոր հնարավոր միջոցներով, գիտեք ինչ, ուրիշ բան է, երբ որ դու փորձում ես արդարանալ, փորձում ես ասել, որ չէ, պատմությունը խեղվում է, բայց ուրիշ բան, երբ որ իրենք դրա համար լուրջ ֆինանս են դնում, ամբողջ աշխարհում, ոնց որ հիշում եք, Վատիկանում հատուկ անցկացրեցին, հիշում եք, սեմինար անգամ, բայց հայկական կողմը ոչինչ չձեռնարկեց, հա։ Այսինքն, երբ որ թշնամին հա խոսում է Արևմտյան Ադրբեջան, վերադարձ, Երևանի խանություն, չգիտեմ, պարսկական բանը վերցնելով նաև սեփականաշնորհում է, դու գոնե պետք է հերկողական մի շարք հայտարարություններով հանդես գաս, որքան էլ փորձես ոչ թե ասես, գիտեք, չասենք как бы чего не вышло այդ քաղաքականության տրամաբանության մեջ, ասես դե բան չխոսենք, խնդրեմ չլինի, որտեվ խաղաղության ենք, հիմա դե բան է ասում, ոնց որ հիմա արտգործնախարարն ասում է, դե հիմա Վաշինգտոնում պայմանագիր է ստորագրվե, այդ ստորագրից հետո ինչ ուզում է ասեն, հասկանում եք, անլուրջ է, շատ լավ, դա արդեն գալիս է Ստոկհոլմյան սինդրոմը, հասկանում, ինքնախապեյություն եւ հարց եմ ուզում այս ամենի հետ կապված ասել, քանի որ հիմնականում մեխը կարծես թե բանակցությունները եւ 44-օրյա պատերազմն են։ Երկու նախագահները ունեին հնարավորություն այդ 44-օրյա պատերազմը կանխելու։ Տեսեք, իրենք ասում են, որ անմիջապես Արցախում են եղել, փորձել են Արայք Հարությունյանի հետ հանդիպել եւ չեն կարողացել եւ այսինքն խուսափել է եւ ինչպես ասում է Ռոբերտ Քոչարյանը եւ առաջ անգամ չի ասում, որ իրեն կուտեր Փաշինյանը, Արայք Հարությունյանը, եթե այդ հանդիպումը կայանար։ Արդյոք այս Արցախյան պատերազմի հիմքում, Արցախի անկախության, այս բոլոր գործընթացների հետ կապված մարդիկ չէին կարող այդ օրը իրավիճակ փոխել։ Չունեին այդ համախոհները, չունեին, թե նրանք էլ են խուսափել։ Ամեն դեպքում խոսել, ասել, որ մենք այնտեղ ենք, տեսնում ենք, որ մենք պարտվելու ենք, մենք կարող ենք սա անել, ինչու չարեցին։ Տիկին Մարի, իրենց նախորդ ասելիցներում երկուսն էլ բազմիցս կրկնել են, որ եթե մենք լինեինք ղեկավարության կազմում հիմա էլ են ասում, պատերազմը չէր լինի, անգամ կամ կլիներ, բայց ոչ այս սցենարով։ Բայց ինքնաթիռից նույնիսկ կարող էին ղեկավարել, կառավարել եւ դե հիմա ասում են, հիմա գիտեք, պատերազմից հետո, այս արավիճներից հետո ինչ էլ ասես, որ կարող են ասել։ Բայց հնարավոր չէ որ հիմա չէ, եկեք այսպես ասենք, գուցեև հնարավոր էր հանուն արտարության եւ եթե անկողմնակալ անաչառության սկզբունքներից ենք ելնում, կարող է եւ գուցե ինչ որ ներքին հետկուլիսային պայմանավորվածություններ լինեին, ինչ որ բանով, որը որ հա, Մոսկվա գնացին, ես կարծում եմ, որ ընդհանրապես գիտեք, հայտնի խոսք կա, չէ, պատերազմը լինում այն ժամանակ, երբ դիվանագիտությունը կաղում է։ Հիմա այն որ այս իշխանությունները քաղաքականապես ոտաբոբիկ են, էլ չեմ ասում դիվանագիտական ոչ մի ունակություններ չունեն, դա փաստ է։ Տեսեք ինչ ասեց Սերժ Սարգսյանը, ժողովրդավար պետության վրա չէր կարող Ադրբեջանը հարձակում գործել։ Տեսեք, այդ ձեզ ձևակերպում է տալիս։ Այստեղ խնդիրը տեսեք, օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում կա հետևյալ, ասեմ ալիբի, ասեմ իրականություն, ամեն մեկը թող յուրովի մեկնաբանի։ Ինքը ասում էր, այո, նման սցենար ու իրականում այդպիսի բան կար, որ 20 թվականի պատերազմը դա 16 թվականի նախերգանքներ հետո նոր։ Այսինքն ինքն էլ ունի իր ալիբին, ասում է
դե տեսեք 4-օրյա պատերազմ է եղել, մենք կարողացել ենք կանգնեցնել այդ պատերազմը, ընդ որում որ դա պատրաստվում են ավելի լայնածավալ, ոչ թե լոկալ այդ հատվածի, այլ գնում են ամբողջ երկայնքով։ Ու փաստացի հիշում եք, դերևս այն ժամանակ 800 հեկտար նեյտրալ զոնայի վերահսկողություն էին կորցնում, հա, այն որ ժողովրդական լեզվով կինո էր դարել, հիշում եք։ Հենց Սերժ Դավաճան, չգիտեմ ինչ եւ այլն։ Հիմա այդ նույն խոսույթում հիմա էլ գիտեք ամբողջ Արցախն է հայաթափ է, Արցախը կորցրել ենք այդքան սրբավայրեր, այդքան գերեզմաններ, քաղաքներ, բնակավայրեր ու այսօր հիմա մարդը վատ է զգում, երբ որ իրան նույն խոսույթով են ասում ու նույն բառերն են արտահայտում իր մասով։ Հիմա տեսեք Քոչարյանի պահով այսպես է, ինքը ասում է ես այնպես եմ արել, որ ռազմաքաղաքական բալանսը չի խաթարվել։ Դրա արդյունքում Ալիևի լեզուն կարճ էր։ Կա ճշմարտություն, մասամբ կա ճշմարտություն։ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, այո, կարողացել են այն ժամանակ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Գիտեք, Տիկին Մարի, ել են գալիս, եթե այդ րոպեին ռեալ պոլիտիկով հաշվար գանում ենք, իրենց տարիներին, առավել ևս Քոչարյանի տարիներին չի եղել պատերազմ։ Եղել են զոհեր, իհարկե եղել են զոհեր, ես էլ եմ ասում, ոչ մեկի աչքի լույսը չի, բայց եթե խոսում ենք այսօրվա իրականությունը, post factum, մենք արձանագրում ենք, որ այս նախագահի ժամանակ եղել են զոհեր, բայց լայնածավալ պատերազմ Արցախը եղել է մեր վերահսկողության տակ Հայաստանի տարածքներից ոչ մի թոք է եղել, թոկը ձգել են։ Դե տեսեք թոկը ձգել են, հա, դե պարզ է, չէ՞, եւ նաեւ այդ հայտարարությունները, որ տեսնում ենք, հա, առավոտ ժամը 6-ից 5-ից սկսվում է ստատուսագրությունը, սաղմոսագիտությունից հիմա ստատուսագրությունն է գնում, հասկանում ենք, որ ցայտնոդի մեջ է։ Երբ որ նման արձագանքներ 10 րոպեն մեկ ասուլիսներից հետո է ցայտնոդի մեջ, ասուլիսները։ Իհարկե։ Եվ այստեղ ամենաբանալին, ամենակարևոր ցայտնոդի մեջ, ինչու պետք է որովհետև այդուհանդերձ վտանգ է տեսնում, որովհետև գիտի որ կահավիժում է իր ռեպուտացիան։ Իսկ իր դիրքերը արդեն խախտվում են այս ասուլիսները եւ սա անգամ այս եկեղեցիներ այցելության համար, այդ իր համար չափորոշիչ պետք է լինի։ Եթե իր թիմում կան մարդիկ, որ անկեղծ ու անկոմնակալ կարող են ռեալ իրեն պրոգնոզը տան, թե ինչ է քեզ սպասվում։ Ուրեմն ինքը մտածելու թե ես ավելի քան վստահ եմ, որ նա դաժե դեմքը, միմիկան, ժեստիկուլյացիան նայում ես, հասկանում ես, որ այդ մարդը նկատի ունեք այդ պատարակների, որ գնում է Նիկոլ Փաշինյանն ուզում է հասկանալ իր համախոհների քանակը։ Դա չափորոշիչ է, դա ինչ որտեղ նաև ստուգար կա։ Բայց այն որ այդ եմ ասում, մարդը հելնում է առավոտ կանող ժողովրդին սիրտիգա ցույց տալիս, տարբեր ժեստիկուլյացիաները, միմիկաները դրսևորում, ու հասկանում ես, որ անձի երկվածություն ունի այդ մարդը հոգեբանական եւ հոգեկան խնդիրներ ունի։ Ընդ որում վաղը դա կարող է որպես գործիք օգտագործել, երբ որ բանը գա հասնի նրան, երբ որ մեղադրական հնչի։ Հասկանում եք, որովհետև աննորմալ է, երբ որ երկրի ղեկավարը միայն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է լինի մեղադրանքը։ Իհարկե ոչ։ Բոլոր նախկին ներկա այն մարդիկ, ովքեր որ ինչ որ բան օրենքի հանցագործություն են արել, օրենք կամ հանցագործություն զանցանք անգամ կատարել են, ինչի մասին է խոսքը։ Դա զուտ երկրի անվտանգության թե ընդհանրապես։ Դա ընդհանրապես նախ արտարության վերականգնում պետք է լինի։ Մաքուր էջից սկսելու համար դու պետք է մաքրես, այլ ոչ թե փագես այդ էջը, ուղղակի արհամարես կամ աչքի տակով անցկացնես գնա։ Այդպես չի կարող լինել։ Հասկանալի արդեն ձեր մոտեցումը երկու նախագահների ասուլիսների հետ կապված, ես ասացի, որ հետագայում մենք կունենանք նաև արդեն առանձին ուղերձներին եւ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ինչպիսին պետք է լիներ, այսինքն պետք է լիներ այսպես հանրային, այս տոնայնությամբ։ Դե այդ եմ ասում, հիմա մենք ունենք երկրի ղեկավար, որը որ ստատուսագիր է իրականում։ Այդ մարդը էմոցիոնալ սպեկուլյացիաներով ու մանիպուլյացիաներով զբաղված, սեփական ժողովրդին հրամցնախ կերակրում է կեղծ օրակարգ, անունը դնելով որ այս պահին սահմանին զինվոր չի զոհվում, ուրեմն իրական խաղաղություն է եկել։ Եւ ել չասեմ, որ տեսեք օրինակ կարևոր մի հատ բանալի հատված կար այդտեղ 2019 թվականի հայտնի առաջարկը, որը հիմա ասում է, գիտեք, դե սպասեք 2026 թվականի նախաշեմին կամ տարեվերջին ես դա կհրապարակեմ։ Օրինակ եղբայր ինչի հիմա չես հրապարակում։ Ինչի թողել ես, այսինքն այդ բանը տակ է սպահում, հա, թեման։ Թեման տակ է պահում եւ այս ամեն դեպքում ասուլիսներից հետո քաղաքական ինչպիսի զարգացումներ են լինել հաջորդ փուլում ցանկացած սցենար կարող է տեղ ունենալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, շատը կապված է հենց այդ
թե ինչ են առաջարկել 19 թվականին եւ որքան էր դա հնարավոր հողի վրա իրականացնելու, որքան էր դա հավանական, որ այդ սցենարը գործարկելուց 20 թվականի պատերազմը կկանխարգելվի։ Դե խոստանում է, որ մինչև տարվա Դե ես հարց եմ տալիս, ինչ անում, ամանորյան նվեր եմ ատուցում ժողովրդին, հա? Թե մտածելու տեղ է թողում, որ այս ժամանակահատվածում մի հատ հասկանա, որ կետի տակով ինչ կոպիտ ասած ժողովրդական լեզվով ինչ կռուտիտ պետք է անի։ Այսինքն քաղաքական զարգացումները անկանխատեսելի են, բայց իհարկե, դեպքում վտանգավոր։ ուղղակի գիտեք, ժողովրդի քանի որ ինչ որտեղ նաև ապատիկ վիճակ է հենց հիմա, որքան էլ անտագոնիզմ կա, թշնամանք կա, փորձում են ընդվզում, այս ամեն ինչը ինչ տեսնում ենք այս ներքաղաքական կյանքում։ Բայց այդուհանդերձ, եթե ժողովուրդը ինչ որտեղ հանդուրժելու երկրորդ անգամ շանս է տվել, ես չեմ բացառում, որ նույնիսկ այնպիսի, եթե իրոք բացվեն այն փաստաթղթերը, որը առաջարկի տեսքով եկել է, ժողովուրդը կրկին ինչ որ նեյտրալ պահվածք դրսևորի կամ իմիջիայլոց վերաբերմունք դրսևորի, բայց ես ավելի քան վստահ եմ, որ 19 թվականի առաջարկները, երբ որ ստացել է, դրանով կարելի էր եւ հնարավոր էր կանխարգելել պատերազմ, մինիմում կանխարգելել։ Կամ պատերազմ նույնիսկ եթե լիներ, ապա ոչ նման հարավիճներով, այս վերջնական, այս նմանատիպ կուլմինացիայով։ Հետևենք ամեն դեպքում այս իրադարձությունների զարգացումներին եւ կտեսնենք ինչ է։ Ամեն դեպքում այս ասուլիսը դարձել է երկու ասուլիսներն եւ Նիկոլ Փաշինյանի արձագանքները դարձել են քննարկման առարկա եւ համացանցում ենք մենք նկատում եւ Ես ինչ եմ ասում, կներեք, որ ընդհատեցի։ Դուք ձեր խոսքի մեջ շատ կարեւոր մի հատ բան էլ ասեցիք։ Այնտեղ նաեւ էլի ադրբեջանական կողմը իհարկե էլի տալիս եմ իմ գնահատական, որ դա դերևս ապացուցման կարիք կա, իսկություն է այդ խոսքի։ Երբ որ այնտեղ ասել են, որ նույն Ալիև Փաշինյան խոսակցության ժամանակ ասել է ուզում ես, որ իմ ժողովուրդը ինձ խփի, վերացնի։ Դա եք ուզում։ Այսինքն, եթե մարդը հասել է նրան եւ կար նաեւ այդ քննարկումը, կամ ձեր ասած, ձեր կողմից ներկայացվածը, որ Արայիկ Հարությունյանը անկեղծանալով ասում է, գիտեք, ինձ հում կուտի Փաշինյանը։ Բայց եթե դու երկրի եք, Արցախում նրանք չունեին այդ իրենց աջակիցները, որպեսզի իրավիճակ փոխեին եւ պատերազմի Իհարկե, ինչի չէր կարող լինել։ Իհարկե ունեին աջակիցներ։ Ես ավելի քան վստահ եմ, ունեին աջակիցներ։ Այստեղ ուղղակի ուրիշ բան, թե ինքը ում հրամաններն է կատարել եւ իրանք իրար մեջ ինչ պայմանա։ Ինքը մշտական օպերատիվ կապի մեջ եղել Փաշինյանի հետ։ Եվ այստեղ որ փաստը նաեւ որ փորձում են ամբողջը գցել Շահրամանյանի ջեբը, այսպես ասած, հա, որ այդ տեսեք ինքն է ստորագրել բան։ Կներեք, բայց ինքը ում է լսել, որ դա ստորագրել է։ Այսինքն հենց այնպես ինքը որոշեց ստորագրել Արցախը հանձնել։ Երկու նախագահների Հայաստանի Հանրապետության երկու նախագահների մասին էր խոսքս։ Արդյոք նրանք այդ ընթացքում Արցախում չէին կարող իրավիճակը։ Իհարկե կարող են, վերջի Արցախի նախագահներ են եղել այդ մարդիկ։ Եվ ինչու։ Այ դա հարցի մյուս կողմն է։ Եթե գնանք այդ պրիմիտիվ տրամաբանությանը, որ գիտեք Արայիկը ամաչում էր, վախենում էր, մտահոգ էր, որ իրեն հում կուտեն հանգարց իրենց հանդիպման մասին իմանան, որը հաստատ կիմանային, ստացվում է, որ բրկել են իրենց ընդամենը։ Դուրս գանք Արցախի գովազդային դադարի, որից հետո ամփոփենք այդ թեման եւ հասկանանք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ամեն դեպքում այնտեղից էլ հայտարարություններ են հնչել եւ Արցվաշենի հետ կապված ձեր տեսակետը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։
Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նոր Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկի եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Դավիթ Կարապետյանը, միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան, եւ մենք անդրադառնում ենք այս երկու օրվա նախկին նախագահների ասուլիսներին, Նիկոլ Փաշինյանի արձագանքին եւ ընդհանրապես ինչ կատարվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եթե ամփոփենք, փաստորեն երկու նախագահները չեն կարողացել Արցախում այն ուժ ունենալ, այն հնարավորությունը, որպեսզի կասեցնեն պատերազմը եւ դա իհարկե եւս ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե որպես լրատվական եւ այլն, ինձ համար անհասկանալի է մի թե մարդիկ, ովքեր այդքան իրենց կյանքն են ներդրել, իրենց գործունեությունը եւ ստեղծել են այդ պետությունը, այդ օրը չկարողացան ինչ որտեղ որոշակի հաջողությունների հասնել եւ կանգնեցնել, ինչպես իրենք են ասում 5000 երեխաների, դա իրենց ասած թիվն է եւ ընդ որում երկուսն էլ հաշմանդամների թվի մասին են խոսում։ Այսինքն եւ ինչպես դուք ասացիք, Բայրամովի այդ հայտարարությունների ինքնազոհության միջոցով պետք է կանգնեցվեր այս բանը, այսինքն ոչ ոք չգնաց ինքնազոհության, այդպես է ստացվում եւ հիմա հանրությանը ինչ որտեղ ինչեր են ասում հայտարարություններ, որ մենք կարող ենք, բայց չկարողացանք, մեզ ներեք, հա, թե մեր դերակատարության մասին նորից իմացեք, մենք հետ ենք գալիս, որ մենք լինեինք, այսպես չէր լինի եւ այլն, ձեր կողմից շատ այս երկու նախագահների ասուլիսը ցույց է տալիս, որ նրանք ինչ որտեղ քաղաքական դաշտում ինչ որ բան ունեն ասելու միասին համատեղ, դա ինչ հնարավոր է։ Գիտեք, մեծ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, դուք խոսում եք, որ հնարավոր կոնսենսուս կարող է լինի եւ համատեղ հանդես գան, չի բացառվում, չնայած ես գիտեմ, որ իրենց մեջ կա որոշակի թշնամանք ու անտագոնիզմ եւ կարծես սուր ծայրերը չեն հարթվում, որովհետեւ մինչև այս պահը չեմ տեսել գետ մեկ դրվագ, որ նրանք փորձեն ինչ-որ համատեղ օրակարգ գեներացնեն, ներկայանան հանրությանը եւ այլն։ Դրա համար էլ պարակտվածությունը եւս մի հատ հատված կա, որ այսինքն խորհրդարանական ընդդիմության այդ պարակտվածությունն է։ Շատ են ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինչպես պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ հանրությունն էլ այդ կարծիքին, որ քանի իրենք կան այդ քաղաքական դաշտում, Նիկոլ Փաշինյանը չի են գեներացնում, գիտեք, պաշտոնական process-ներ են գեներացնում, բայց գիտեմ, որ դա անհնարին է, հայտնի իրադարձությունները գիտենք, բայց ես ավելի քան վստահ եմ ու միշտ եմ ասել, որ խորհրդարանական ընդդիմությունը այսօր ոչ մի գործիք չունի, չի կիրառում, չունի, գուցեև չի էլ ուզում կիրառի։ Եթե շատ սինխրոն աշխատում են, գուցե այո, ինչ որ իրար այսպես պատգամավորների շուրթերով մեկ-մեկ ու վիրավորական բումերանգային մեղադրանքներ հնչեցնելու, այդ տոնայնությունը մեկը մյուսի վրա բարձրացնելու, հայոյելու, քրֆելու, չգիտեմ,
հարվածելու այդ շոուները կան, բայց տպավորություն է, որ գործնականում, որովհետև հետ կուլիսային ընդհանրապես երբ որ կամերաները անջատվում են, մարդիկ խոսում են, որ այլ բաներ է տեղի ունենում։ Շատ ջերմ միջավայր, մթնոլորտ, շփում, գործընկերություն եւ այլն, հա, համակեցության կանոններով։ Համենայն դեպս այնպիսի իրավիճակում ենք, որ ես հույսս չէի դնի խորհրդարանական ընդդիմության վրա։ Եվ այստեղ հարությունը մեղավոր չի, երբ որ փնտրտուքի մեջ է քաղաքական լիդերների, նոր դեմքերի եւ մասամբ հենց այդ նախկին ներկա դիսկուսից անդին մարդկանց փնտրտուքով է, փորձում են գտնել խոհեմ ինքնաբավ ու կայացած մարդիկ, որոնք որ այս նախկին ներկա դիսկուսից դուրս են ու կարող են ներկայանան հանրությանը սեփական օրակարգով ու ծրագրերով ճանապարհային քարտեզով, հենց հիմա ժողովուրդը այդ սպասման մեջ է, ուղղակի այստեղ ուրիշ բան թե հիմա այդ ուժերը ինչպիսի դիրքավորում են որտեգրել ու ինչպես են ներկայանում հանրությանը։ Հիմա մի քանի քաղաքական միավորներ կան, որոնք փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Մարդկանց միստվար զանգված կա, ասում է, օրինակ հենց հետա որ շանս տվեք, որ նոր ուժեր, նոր մարդիկ կան։ Մի զանգված կա, գիտեք, հայտնի, ասում են դե իրանք անփորձ են, չգիտես ինչպես կառավարման ու մենեջմենտի փորձում մենեջերություն կանեն լավ թե վատ, պետություն կառավարել է այնպիսի բան չի որ բան։ Դե իրանց էլ հա, տեսանք ինչ եղավ, մանավանդ այդ աչքի առաջ։ Բայց փաստային է, որ այս պահին ձևավորվում են թիմեր, ես չգիտեմ, մինչև տարեվերջ եթե ինչ որ իրադարձություններ տեղի չունենան, տարվա սկիզբ ամենայն դեպս պրոցեդուրան տանում է նրան, որ ընտրությունների արդեն գոնե 1 տարի 8 ամիս պետք է որպեսզի նրանք դիրքավորվեն։ Եվ մեր հաղորդման ավարտին, քանի որ ժամանակը մոտենում է ավարտին, սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արցվաշենը եւ օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ինչի մասին է սա։ Առաջի հայացքից դեռ մեզ ոչինչ չի վերադարձրել, չէ՞։ Այսինքն նրա խոսույթը վկայում է, որ առանց առավելագույնը փոկելու նա դեռ չի գնալու խաղաղության։ Առաջի հայացքից շատ adekvat հայրդարություն է, մարդը ասում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներից այն ինչը մերն է պետք է վերադարձվի մեզ։ Բայց այստեղ ես թաքնված ասում եմ, որ դա գերակա խնդիրներից մեկն է, չէ՞։ Ես թաքնված խնդիր եմ տեսնում այստեղ, թաքնված խնդիր ասելով ի նկատի ունեմ, որ երբ որ համադրում ես Հաջիզադեի հայտարարության հետ, իսկ նա Նախիջևանը Քարքի գյուղի Քարքի հատվածը, այդ հատվածը եւ 3 անկլավները Տավուշի մարզում, դրանք մեր գերակա խնդիրն են, ակտուալ է այդ թեման վերադարձի։ Այսինքն, եթե դու խոսում ես Արցվաշենի վերադարձի մասին, բնականաբար է, որ նրանք է խոսելու են այդ մյուս անկլավների։ Ու այստեղ կարող ենք ենթադրություն անել, առողջ ենթադրություն անել, որ ուրեմն իրենց մոտ կա հաջորդի որոշակի պայմանավորվածություն, որ անկլավների թեման արդիական է, այդ թեմայի մասով, սահմանազատման աշխատանքների համատեքստում կամ այդ շղարշի տակ պետք է փոխանակումը անեն։ Միակ խելամիտ տարբերակը, եթե դուք ինձ հարցնեք, որն է այս պարագայում, տեսեք, Արցվաշենը ինքնին Ադրբեջանի համար ենթակոմունիկացիաների տեսակետով եւ ռազմաստրատեգիան նշանից շատ կարեւոր է։ Ես չեմ կարծում, որ նրանք կցանկանան, մանավանդ որ պետք է ճանապարհ տրամադրվի դեպի ուղիղ Արցվաշեն, որովհետեւ նույն տրամաբանության սիմետրիկ մենք պետք է ճամփա տանք այդպես կոչված Բարխուդարլու, Սոֆուլու հայտնի, չգիտեմ, շատ դեպքերում արեստածին, որովհետեւ իրականում դուք լավ գիտեք, անկլավների թեմա որևիցե փաստաթղթով չկա, որևիցե իրավական հիմք չկա։ Ես ժամանակին միշտ ասել եմ, հիմա էլ ասում, ով որ տիրապետում է այդ ինֆորմացիան, դրանք վարելահող ցանկատարածություններ են եղել, որը որ Սովետ միության ժամանակ հանձնվել է ուղղակի առժամանակ նույն տրամաբանության մեծալ փոքրալ լճերը Քարվաճարի շրջանի այդպես է հանձնվել։ Հիմա եթե այդ քարտեզներին փորձենք հղում տալ կամ ընդհանրապես ումն է կամ կադաստրային կամ քարտեզագրային տեսանկյունից ումն է։ Այդտեղ շատ լուրջ խնդիր կա։ Բայց եթե գնանք այն տրամաբանության, որ այդուհանդերձ երկուստեք պայմանավորվում են անկլավների սիմետրիկ փոխանցում, որը տրամաբանական է, պետք է տեղի ունենա հետևյալ կերպ։ Քառակուսի մետր տարածք մագերեսը հաշվարկվի, Արցվաշենը այնտեղ տարբերություն կա, որ ադրբեջանական հատվածին ավելի մի փոքր մի քանի կիլոմետր քառակուսի ավել է գալիս։ Հիմա բնականաբար սահմանային ինչ որ հատվածից կարող են դա, այսպես ասած, տվյալ դեպքում իրանք շատ դեպքերում ունեն այդ փորձը միակողմանի զիջումներով հանձնեն։ Այդ նույն տրամաբանությամբ ես ակնկալում եմ, որ
Եթե սահմանազատման աշխատանքները հավուր պատշաճի պետք է տեղ ունենան, իրոք այն տարածքներում, որտեղ արդեն իսկ իրականացվել է դեմարկացիաներ, այդ հատվածներում, Բերկաբերի հատվածում հատկապես, վերին ոսկեպարի հատվածում, որտեղ որ հիմա պետք է տեղի ունեն այդ անկլավային հատվածը, այդտեղ պետք է տարածքներ կային, որոնք որ այս պահի դրությամբ արդեն իսկ մեր վերահսկողության տակ անցնեին։ Հիմա դրա համար ես Այսինքն փոխզիջման ձևով ոչ թե փոխզիջման, որովհետև տեսեք, եթե դուք ոնց եք պատկերացնում, քարտեզին տիրապետող մարդը դուք պատկերացնում եք, ինչա նշանակում հանգարց անկլավը ճանաչել ադրբեջանական տարածք։ Այսինքն դու քո մայր հողի մեջ առանձին ունենում ես, ու դու պետք է ճանապարհ տրամադրես, այսինքն միջանցիկ, հենց միջանցք ասած այդտեղ է, ու դուք պատկերացնում եք, չէ՞, դա խոսքը վերաբերում է Հայաստան-Ադրբեջանը միջպետական ճանապարհի հատվածով անցանելիության ապահովում, նույնը Հայաստան-Իրան ճանապարհի հայտնի մեր հիմնական մայրուղու ճանապարհից, այսինքն ոնց ենք մենք դա կազմակերպելու, մուտք ու ելքը, դա ոնց է տեղի ունենալու, այդտեղ հսկիչ անցագրային կետեր են լինելու, թե չէ, եւ դրա համար եմ ասում, այս շղթայի մեջ ամենատրամաբանականը մի փոքր առաջ իմ կողմից ներկայացված է, երբ որ փոխանակում տեղի ունենա։ Ուրիշ տարբերակ որպես այդպեսին խելամիտ չեմ համարում։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Կարապետյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, եթե անդրադառնանք այս հայտարարություններին, ասելիքներ բավականին շատ կան, բայց կհետևենք ամեն դեպքում զարգացումներին եւ հուսանք, որ հաջորդ անգամ կարձանագրենք որոշակի դրական տեղաշարժեր, իդեպ սրա մասին էլ խոսենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում 50 հոգանոց խումբ առաջարկեց ձևավորել եւ տանել զինվոր ինչու եք այդքան թերահավատ չգիտեք ես այդ process-ն է ռոբոտին արդեն ռոբոտին ցույց տվել այնտեղ սուեր են ցույց տալիս BMP-ներ Իսկանդերներ բան այստեղ մենք ցույց ենք տալիս վազող շնիկա ռոբոտ դե գուցե ավելին ունենք ցույց տալու բայց պետք չէ իսկ պետք է 50 հոգու տանել ցույց տալ ռազմական գաղտնիք բան գիտեք հիմա ախր NBC բան եք ասում նույն բանն է երբ որ Սուրեն Պապիկյանը փորձում էր չգիտեմ մարազմի ժանրից բան եմ ասելու Պետրոսի այդ հարցազրույցի ժամանակ ներկայացնում է թվերով հստակ թե քանի պայմանագրային զինծառայող կա քանի հոգին անցնում են այսին զինծառայությանը ինչքան աշխատավարձ են տրամադրում դա պետական գաղտնիք է հասկանում ինչը նշանակում 50 հոգուն տանել քաղաքացիականների, ընդ որում ինքը պետք է որոշի CV-ներով, թե ով կարող է դա տեսնել, ով չէ։ Եվ այդ 50 հոգին պետք է հետո այդ 50 հոգին պետք է քանի տարի վերահսկողության տակ, ձեր նմանները թերահավատ լինեն, թե ինչ է կատարվում ընդհանրապես։ Չտեսեք 50 հոգուն տանում է ցույց է տալիս, մի հատ տրամաբանորեն, մի հատ հասկանանք, այդ 50 հոգին տեսան, որ արսենալը թարմացվում է։ Կլինի, որ մեր բանակը։ Դո 50 թե 100 հիմա տեսնե 50 մարդ տիրապետում է եթե մանա ռազմական գիտելիք ունի, տարբերում է զենք զինամթեր սպառազինություն, այդ մարդը տեսնում է, որ այսպեսի արսենալ ունենք։ Հիմա այդ մարդը նախ ըստ տրամաբանության պետք է գիտակցի, չէ, որ ինքը մինիմում առաջիկա 5 տարին, եթե ոչ ամբողջ կյանքը վերահսկողության տակ է լինելու, որովհետև այդ մարդը տիրապետում է, ստացում է pedagogan գաղտնիքի դու քո ռազմարդյունաբերությունն էսի ցույց տර իրեն։ Եւ երկրորդ այդ մարդը ինչ իմանանք վաղը մյուս օր երկրից մեկն էլ կա, այս կային կա, այ հիմա պարզվում է, չէ՞, մինչև այսօր, որ մեկը $100 դիմաց այս ինչ ինֆորմացիան է տրամադրել, ագենտ է եղել, հեսա ինքն է, չէ՞, ասում ագենտներ են։ Ընդ որում ասում ագենտներ է ու մի հատ ձերբակալում չկա դենց։ Ասում է դե ես այդ պանասլիշկա եմ լսել, նախագահ երկրի ղեկավար մարդ վարչապետ բան հասկանում եք աբսուրդ է, ամփոփենք, այս ձեր ասած պետք է ուղղակի լավատեսությամբ զինվենք, ստացվում է սպասենք լավ լուրերի, որ գոնե համենայն դեպս այսպես հանդիպումների ժամանակ փորձենք ասենք, որ էքսեսներ տեղի չեն ունեցել, լուրջ ինցիդենտներ տեղի չեն ունեցել, Հայաստանի սահմանները դերևս անխախտելի են, փառք Աստծո զինվոր չի զոհվել եւ այլն։ Այսօր մենք հասել ենք այդ օրին, որ մենակ դա կարող ենք որպես լավ լուր դիտարկել։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Կարապետյան, այսօրվա հաղորդման համար հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։